Հանրապետությունում շարունակվում է պահպանվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այս փոքրիկն արդեն մի քանի օր է բուժում է ստանում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքում։ Հիմա վիճակը կայուն է։ Ինչպես է Արինան, մամա։ Արդեն լավ է։ Արդեն լավ է։ Ռենտգեն կատարելուց հայտնաբերվել է բրոնխիտ, որպես բարդություն, սուր շնչական վիրուսային վարակի։ Երեխան ստանում է համապատասխան բուժումը, արդեն դեպի լավն է գնում, հակաբիոտիկ է ստանում եւ կա դրական դինամիկա։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով միայն նախորդ շաբաթ բուժ հաստատություններ է դիմել 5289 անձ, որից 70-ից 80%-ը եղել են 0-ից 18 տարեկան երեխաներ։ Նոյեմբերի 3-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված կա 331 հոսպիտալացված անձ։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 31 բուժառում։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր բարձր է։ Բժիշկ վարակաբան Տիգրանուհի Ասատրյանն այս պահին շրջանառվող վիրուսներն է առանձնացնում։ Այս պահի դրությամբ մենք ունենում ենք գրիպի A եւ B տեսակները, ադենովիրուս է հանդիպում, կորոնավիրուսը քիչ պակասել է, բայց եզակի դեպքեր էլի ունենում ենք, ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս է հանդիպում։ Երեխաների մասին ասեմ, որ իրենք ավելի հակված են այս վիրուսներին, որովհետև երեխաների իմունիտետը գիտենք, որ շատ ավելի թույլ է։ Հետո փակ տարածքներում երեխաները կոնկրետ մանկապարտեզում, դպրոցում ավելի շատ են հայտնվում եւ իրենց հիգիենային ավելի վատ են հետևում, քան մեծ մարդիկ։ Սուր շնչառական վարակները հաճախ ուղեկցվում են բարդություններով։ Դրանք են բրոնխիտները, թոքաբորբերը, օծիտները, ֆրոնտիտները, այսինքն այդ սինուսների բորբոքումները, կենտրոնական ներվային համակարգի կողմից կարող ենք ունենալ բարդություններ, այնպես որ թեթև մատի արանքներում նայել պետք չի, գրիպը գրիպ է, բայց ունի իր բարդությունները եւ վատ ելքերը նաեւ։ Նոյեմբերի 3-ի դրությամբ թոքաբորբով պայմանավորված բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 245 բուժառում, կրկին թիրախում մանկահասակներն են։ Թոքաբորբով պայմանավորված դիմելիությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 1.1 անգամ։ Բժիշկն անդրադառնում է ցավոտ հարցերից մեկին, առանց մասնագետի հետ խորհրդակցելու ինքնուրույն հակաբիոտիկների կիրառմանը։ Տանը միայն կարելի է անել ջերմիջեցնողներ, առատ կարող են խմել ու եթե տեսնում են վիճակը վատանում է, անպայման պետք է դիմել բժշկի։ Ցավոք սրտի չեմ ուզում թերագնահատել դեղատան աշխատողներին, բայց դեղատան աշխատողը ձեր բուժող բժիշկը չէ, ոչ էլ հարևանների խորհուրդ, անպայման պետք է դիմել բժշկի, որ հայտնաբերի բժիշկը ինչ վիրուս է, ինչ պրեպարատ է պետք հակավիրուսային օգտագործել։ Մեծահասակների բաժանմունքում նույնպես սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն է նկատվում։ Առավել ռիսկային խումբ են հանդիսանում սուր շնչական վարակների համար, ինչպես երեխաները, այնպես էլ տարեցները եւ քրոնիկ ուղեկցող հիվանդություններ ունեցող քաղաքացիները։ Ընդ որում բուժօգնությունը տրամադրվում է ինչպես ամբուլատոր տարբերակով, այնպես էլ եթե արդեն քաղաքացիներ ունեն հոսպիտալացման ցուցում, կազմակերպվում է քաղաքացիների հոսպիտալացում համապատասխան հետազոտություններ եւ բուժում ստանալու նպատակով։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը խոսելով շաբաթներ առաջ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակից նշում է. նոր ենթատեսակ նախտանիշներով չի տարբերվում այլ սուր շնչառական վարակներից։ Սուր շնչական վարակները դրանք հիմնականում պայմանավորված են վիրուսներով, ընդ որում սուր շնչական վարակը կարող է հարուցվել ինչպես օրինակ ադենովիրուսով, ռինովիրուսով, ռեսպիրատոր սինցիցիալ վարակը, գրիպը, պարագրիպ, ինչպես նաև քովիդը։ Եվ բոլոր այս հիվանդությունների դեպքում ախտանշանները հիմնականում նույնն է, դժվար է կլինիկորեն տարբերակել, իհարկե կան որոշակի առանձնահատկություններ, բայց հիմնական ախտանշանները բոլորի դեպքում էլ նույնն են եւ բարդությունների առումով էլ հիմնականում էլի նույնն են։ Նոր վիրուսի մասին եթե խոսում ենք կորոնավիրուսի նոր ենթատեսակի մասին, էլի եմ ասում, որ ախտանշաններով ոչինչով չի տարբերվում այլ սուր շնչական վարակներից,
Վիրուսային հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։ Պատվաստանյութերը նվազեցնում են բարդությունների ռիսկն ու հիվանդության ծանր ընթացքը։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։